Երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախ տեղի ունեցել Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, ապա ընդլայնված կազմով հանդիպումը։ Արտգործնախարարները ստորագրել են 2025-26 թվականների համար խորհրդակցությունների ծրագիրը, ապա տեղի ունեցել համատեղ մամուլի ասուլիս։ Այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկուն էին եւ միաժամանակ բավականին կառուցողական, հարցերի շրջանակը բավականին լայն էր։ Երկուստեք նշել ենք Երևանի եւ Մոսկվայի միջև բարձր մակարդակի եւ շարունակական քաղաքական երկխոսությունը, հիմնված համապատասխանաբար երկու երկրներից յուրաքանչյուրի շահերի եւ առաջնահերթությունների վրա։ Այս համատեքստում նշել ենք, որ ընթացիկ տարին իհարկե հագեցած էր եւ կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը այցելեց Մոսկվա մայիսի 9-ին, այժմ պատիվ ունենք հյուրընկալել արտգործնախարարի պատվիրակությանը, սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ Տիկին Մատվիենկոյի եւ նրա պատվիրակության այցին։ Երկու երկրների հարաբերություններում էական դերակատարում ունեն տնտեսական հարաբերություններն, ընդգծում է Միրզոյանը։ Կա փոխշահավետ եւ հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում։ Երկկողմ օրակարգային հարցերին զուգահեռ բնականաբար անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային զարգացումներին, խոսել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին։ Հույս ենք հայտնել իհարկե, որ այս նպատակը, այդ համաձայնագրի կնքման, ստորագրման, վայրացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար նախ շեշտում է, այս բանակցությունները տեղի են ունենում երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն եւ իբրև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացման օրինակ խոսում է Կապանում ռուսական հյուպատոսության բացման մասին։ Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մենք շահագրգռված ենք նաև Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ։ Խորանում են երկու երկրների կապերը ինչպես տնտեսական առևտրաշրջանառության, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն քաղաքականության շուրջ, ասում է Լավրովը։ Խոսել ենք նաև անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է։ Մենք կողմ ենք զինվորականների, իրավապահների, անվտանգության ծառայությունների միջև զերծ շփումներին։ Այդ ամենը պետք է հիմնվի նախորդ տարիների հարուստ փորձի վրա։ Շահագրգռված ենք նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Հարավային Կովկասում ծագող հարցերը առաջին հերթին պետք է լուծվեն հենց տարածաշրջանային երկրների եւ մերձակա հարևանների կողմից, համոզմունք է հայտնում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, դեմ չլինելով արտատարածաշրջանային երկրների հարաբերությունների զարգացմանը։ Բոլորովին դեմ չենք համագործակցությանը, եթե իհարկե այդ համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այնտեղ գտնվող երկրների շահերի արհամարմանը աշխարհաքաղաքական խաղերի սպասարկման համար, որը որևէ լավ բանի չի հանգեցնի։ Ռուսաստանը պատրաստակամ է աջակցելու Ադրբեջանին եւ Հայաստանին հասնելու լիակատար խաղաղության, ասում է Լավրովը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունից սպասելի է Եվրոպայում նոր ռազմավարական գործընկերների որոնում, լրագրողի հարցին Արարատ Միրզոյանն է պատասխանում։ Մասնավորապես անդրադառնալով հարցին այն մասին, թե մենք արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ։ Մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է։ Մեկնաբանելով 2020 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների վերաբերյալ Երևանի դժգոհությանը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը նկատում է ՀԱՊԿ-ի շրջանակներում արձագանքն անհապաղ է եղել։
Իրավիճակին ծանոթանալու առաքելության առաջապահ խումբը մեկնել է Ջերմուկ, օպերատիվ զեկույց է ներկայացրել իրավիճակի կայունացման համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու կոնկրետ գործնական առաջարկներով։ Զեկույցը քննարկվել է հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ ԿԳԹ շրջանակներում, բայց համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկել է հետաձգել։ Լավրովի խոսքերով որոշ ժամանակ անց հայտարարվեց Եվրամիության առաքելության մասին եւ որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը փոխադարձ հիմունքներով որոշվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս էր կազմում։ Սա բավականին անսպասելի էր, քանի որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ռազմական գործողությունների թեժ պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ խմբագրում էր հրադադարի մասին պայմանավորվածությունը, Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս։ 2022 թվականի օգոստոսին ռուսաստանյան կողմը միջնորդական առաջարկ է ներկայացրել, որին Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը ոչ։ Իր հերթին Արարատ Միրզոյանն է ներկայացնում։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով երկրները, մասնավորապես Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչել են, որ ճանաչում են միմյանց սահմաններ եւ տարածքային ամբողջականությունը խորհրդային միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում։ Նախարարը նաև հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը երկար տարիներ չեն կիսել միջազգային գործընկերները, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, որը բարձր մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։